Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 13-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարություն արեց, որի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ, հետո կանցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Մեկը իհարկե վերաբերում է դարձյալ ցորենի թեման չի սպառվում, լարվածությունը շատ է, մարդիկ քննարկում են, անգամ այսօր հարցազրույցի հարաբերված այնտեղ էր հարցերից մեկը դա հիմա այսօր նորից ազգային ժողով է թեման բարձրացնում, բայց մի հարցի էլ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, դա անդրադառնանք, հետո ի վերջո նաև ցորենի հետ կապված հարցին իշխանությունները իրարամերժ տարբեր անհամոզիչ բացատրություններ են տալիս, մասնագիտական նաև կարծիք շատ դեպքերում չեն հնչում, որի պատճառով ինձ էլ շատ-շատերը դիմում են, ոնց որ ասեմ մի հատ էլ անդրադառնանք այդ թեմային։ Բացի այն, որ իշխանություններն էլ են անդրադառնում։ Ուրեմն ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից։ Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել Ղարաբաղի հարցով։ Ինքը պարզաբանում է, որ Արցախը մենք հանձնեցինք, որպեսզի Հայաստանը չկորցնենք ու որպեսզի դուրս գանք այդ մեկ պետության գրպանից։ Այդ մեկ պետությունը բնական է Ռուսաստանի մասին է խոսքը։ Այդ դեպքում հարց է ծագում։ Նիկոլ Փաշինյանը գուցե իր ասածները հերթով հիշի։ Ինքը ասում էր մինչև Արցախի հանձնելը մենք շարունակում էինք մնալ Ռուսաստանի ֆորպոստ։ Միանգամից հարց, բայց ինչ հեղափոխություն էր, որից հետո դու մնացել էիր ֆորպոստ։ Եթե ֆորպոստի կառավարիչը չուզենար, դու կմնայիր ֆորպոստի, ֆորպոստի ղեկավարը չուզենար, կմնայիր ֆորպոստի կառավարիչը, իհարկե ոչ։ Դա նշանակում արել ես հեղափոխություն, ժողովրդին ասել ես մենք իշխանությունը վերցնում, այո, ժողովուրդը հեղափոխություն արել է, ով է կասկածում։ Ժողովուրդը արել է շատ ոգևորված, փողոց ա լծվել, համայն հայությունն ա ողջունել, սատարել այդ նորություն չի։ Բայց արդյունքում կանգնում ես հետո ասում ես, որ ժողովուրդ ջան, իմացեք, ձեզ 2025 թվին ասում եմ, որ մինչև 23 թվական, մինչև Արցախը չդատարկվեր, մենք ֆորպոստի կարգավիճակից դուրս չէինք գա։ 5 տարի է հեղափոխական իշխանությունը Ռուսաստանի ֆորպոստն էր։ Դուք պատկերացնում եք, բայց դուք ինչ եք դա հիմա իմանում։ Որ այդ ամբողջ ընթացքում ինքը ծառայել է Ռուսաստանին։ Որ այդ ամբողջ ընթացքում ինքը հավատարմության երդում ա տվել Պուտինին։ Եվ որից հետո հիմա ասում է, վերջապես Արցախը հանձնելուց հետո այդ ֆորպոստի կարգավիճակից դուրս ենք եկել, այլևս դուրս ենք եկել Ռուսաստանի գրպանից, բայց Փաշինյանը մնացել է Ռուսաստանի գրպանում։ Ուզում եմ իմանամ ով է դուրս եկել Ռուսաստանի գրպանից։ Ինչ է փոխվել։ Երբ որ դու կանգնում ես Ռուսաստանի ղեկավարին ասում ես եղբայրական պետություններ ենք, երբ որ ասում ես հարաբերությունները պետք է ընդլայնենք, զարգացնենք, երբ որ ասում ես անգամ Տրամպի օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի պետք է սերտացնենք։ Այսինքն դա այն երկիրն է, որի ֆորպոստն է, որի գրպանից դուրս գալու համար անգամ պետք է զոհեր տալ, անգամ պետք է տարածքային կորուստներ ունենալ, Արցախը կորցնել, Հայաստանի տարածքից կորցնել, եւ արդյունքում համարել այդ երկրին եղբայր։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այսինքն հնարավոր է մեկը դուրս գար գերմանական համակենտրոնացման ճամբարից եւ գերմանական համակենտրոնացման ճամբարի ղեկավարին ասել իմ եղբայրն է։ Որևէ երկրի օրինակ վերցրեք, որտեղ աստեղ սուտ է։ Որովհետեւ Արցախը հանձնելուց հետո ինքը փորձում է հետադարձ հայացքցի ու արդարացնի։ Որտեղ մարդիկ ասում են, բայց եթե այդպես է, ինչու չենք դուրս գալի Ռուսաստանի գրպանից։ Շարունակում ենք խորանալ ԵԱՏՄ-ում։ Շարունակում ենք դիմում ենք ներկայացնում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալ, որի լուրջագույն դերակատարությունը ունի Ռուսաստանը։ Իսկ Շանհայի համագործակցության կազմակերպությունը գտնում է, որ ինքը պետք է ընդդեմ արևմուտքի կառույց է եւ պետք է ստեղծի առանձին բևեռ, այսինքն Հայաստանը միանում է մի կառույցի, որը գործում է ընդդեմ արևմուտքի։ Բա մենք ո՞նց ենք արևմուտքի հետ բալանսավորված քաղաքականություն վարում։
եթե դրան անդամություն համար դիմել ենք։ Հայաստանում նման օրակարգ գոյություն չուներ, որ մենք գնում ենք Շանհայ, բայց Հայաստանում ավելի քան 20 տարի օրակարգ գոյություն ունի, որ ուզում ենք գնալ Եվրամիություն, երբ որ Վրաստանը մեր առաջ ճանապարհ է բացում։ Որտեղից ծնվեց, որ Հայաստանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության հայտ ներկայացրեց անմիջապես, եթե դա իսկապես հանրային դիսկուրս որպես այդպեսին չկար։ Ով որոշեց։ Ֆորպոստի կառավարիչը, ով տիրակալը ֆորպոստի Ռուսաստանը, որ Հայաստանը սենց սիրահոժար համաձայնվեց դրան։ Ինչով է երևում, որ մենք հիմա Ռուսաստան, մենք չէ, մենք ընդեղից այն վաղտը Ռուսաստանի գրպանում չէինք, Նիկոլ Փաշինյանը, ինչով է երևում, որ ինքը դուրս է եկել։ Չի վստահում Ռուսաստանին, մտածում է Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում իշխանափոխություն անի, մարդիկ հաուարկում իշխանափոխություն անի, եւ ինքը գնում է Ալթայ մի երկու օրով այնտեղ մնում է, չի վախենում, որ կարող է գլուխը ուտել։ Այդ աշճանի ինքը իր տան նման ազգում Ռուսաստանի տարածքում գնում է գնում է գագաթնաժողովի, որը իրան չերել վերաբերվում։ Վարչապետների մակարդակով էր, իսկ Հայաստանի վարչապետը համարժեք չի, համազոր չի մյուս երկրների վարչապետերին, եթե նրանք նախագահական կառավարման համակարգ են, իսկ այնտեղ բոլորը նախագահական կառավարման համակարգ էր։ Այդքան արխային ես եւ մտածում ես Ռուսաստանը ցանկանում է ստեղ ամեն գնով իշխանություն փոխի ու տենց հանգիստ դու գնում ես յուր չեցել խուսափում գնաս Միշուստինի հրավերով գնաս այնտեղ եւ Ալթայում մի քանի օր էլ մնաս, հա։ Այս ձևի ես վախեցած Ռուսաստանից, թե Ռուսաստանը քեզանից ավելի նվիրված ոչ մեկին չի գտնի։ Հլու հնազանդ կատարող նվիրված էլ չասենք։ Որտեւ ասելով, որ Արցախը հանձնեցինք, կորուստը տվեցինք, ամեն ինչ արեցինք, որպեսզի Հայաստանը փրկենք, այլապես Հայաստանն էինք կորցնում, որովհետև այդ մի երկրի գրպանում էր, Հայաստանը փրկել ես, զոհերը տվել ես, Արցախը հանձնել ես, ու Ռուսաստանը եղբայր է քո համար։ Ում ես խաբում։ Շարունակում ես մնալ հապկում։ Սառեցված, բայց մնալ։ 3 գուբարած 3 ձևաչափում մնալ, հիմա էլ քննարկել Ադրբեջանում անցնելու թե Հայաստանում, որտեղ 3 տեղն անցել է։ Ինչ է փոխվել Ռուսաստանի հետ։ Որն է փոխվել, որ նույնիսկ Ամերիկայի այդ պայմանավորվածությունը անընդհատ ասում է, այս պայմանավորվածությունը մեզ օգնում է Ռուսաստանի հետ, այս ճանապարհը Ռուսաստանին էլ է օգուտ։ Այն ինչ որ հիմա Ամերիկան անում է, դա Ռուսաստանի ձեռնուտը, նրանք դժգոհ չեն, շատ գոհ են, մենք իր հետ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ու դրա համար պետք է զոհեր տալ, Արցախը զոհեր, հազարավոր մեր երեխաների զոհերից հետո պարզվեր, որ Ռուսաստանը եղբայր է, երբ որ գրպանից դուրս գալու համար է այդ զոհերը տալիս ու այդ կորուստներն ունենում, տարածքային ու նյութական։ Դա իրար հետ համահում չէ։ Դե հարցի պատասխանը տուր։ Ոնց է քեզ համար եղբայր մեկը, որի գրպանից դուրս գալու համար 4000 երեխա զոհվեց։ Ոնց։ Դե թե այդ հարցի պատասխանը թող տա, նոր մնացած է։ Իսկ հիմա նայեք, Ցորենի հետ կապված էլ պատմությունը մի հատ էլի հստակեցնենք։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մտամ թե պարզաբանում անում։ Խաղաղությունն այն է, որ Հայաստան գնացք է մտել Ադրբեջանի տարածքով ու բերվել է Ցորեն։ Այդ Ցորենի մի մասը կարող է հավերին տալ։ Այդ հավի ածած ձուն մեր երեխեքը չեն ուտելու, այդ հավի միսը մեր երեխեքը չեն ուտելու, թեփը կարան տան խոզերին, այդ խոզի միսը ձեր առաջնորդը չի ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում, ընդդիմությանը դիմելով նշել է Փաշինյանը, հումոր է անում, էլի կրակվածը, որ տեսեք թուրքական երևի ծագում ունի ձեր լիդերը խոզի միս չի ուտում, հարցը կոնկրետ դրան չի վերաբերվում, հարցը վերաբերում էր նրան, որ մարդիկ ուզում են հասկանան այդ գործարքը ինչպես կայացավ, նոր մտածեն ինչու է 4 սորտի, կամ ինչու է Ռուսաստանից ուրիշ եկել, կամ այս ինչ պատմություն է, ուզում են մարդիկ հասկանան այդ գործարքը ոնց ծագեց,
Ադրբեջանի նախագահը հայտարարումը ասում է թույլ ենք տալու, որ Ղազախստանի ցորենը գա Հայաստան։ Փաշինյանը ուրախացած ասում է, տեսակ իր համար նորություն էր, որ Ալիևը ճանապարհը բացել է։ Այսինքն Ղազախստանից հնարավոր էր, որ ցորենը գար Հայաստան առանց Ադրբեջանի։ Կաստից ծովով, եթե նավով անցներ, չնայած ահագին պրոբլեմա, բարձես նավ, բեռնաթափես, իհարկե չէր լինի։ Իսկ որպեսզի Ռուսաստանի տարածքով գար եւ Ադրբեջանի հետ կապ չունենար, ինչեր անելու, գնալու էր Ռուսաստան, Ռուսաստանից չէր կարողանա Վրաստան մտներ երկաթուղով։ Պետք է նորից բարձեին նավով բերեին փոթի, փոթից բեռնաթափեին, նստացնեին գնացք, բերեին Հայաստան։ Ղազախստանը նման ցորեն, որ ուղարկեր դրա գինը ինչ կնստեր։ Դրա համար Ղազախստանի հետ ով էր ցորենի հարց քննարկում, որ կամ Ղազախստանի մտքով ոնց պետք է անցներ այդ ցորենը կարճ ճանապարհով Ադրբեջանով բերեր։ Եթե Ադրբեջանի տարածքը ճանապարհը փակ է, որտեղից առաջացավ այդ միտքը։ Հայ գործարարը կարող էր Ղազախստանին ասել, ընկեր դու Ադրբեջանով ուղարկի, հարց չկա, այս Ալիևի հետ կխոսամ, այդ հեքիաթում համար է ժողովուրդ ջան։ Դրա համար մարդիկ անհանգստանում են, ասում են մի րոպե։ Եթե այդպես է, ու Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէր, բիզնեսմենը մտքով անգամ չեր անցնի Ղազախստանին ասել ցորեն եմ ուզում, բայց պետք է Ադրբեջանով գա, թե չէ եթե գա փոթիով թանկ կնստի, իմաստ չի ունենա։ Ով է ճանապարհը բացեց։ Ալիևը ճանապարհ չի բացել։ Եթե ճանապարհը բացեր կհայտարարեր, կասեր ճանապարհը ապաշրջափակված է։ Նա ասում է կոնկրետ բեռի համար եմ բացել։ Փաշինյանն էլ ասում է բեռ եկել է Հայաստան, ասում է լա պետք է միած էլ մտածենք, կարող է մենք էլ ուրիշ բեռ հետ ուղարկենք։ Այսինքն նույնիսկ իրանք տեղյակ էլ չէին, թե այդ ճանապարհը բացվել է կոնկրետ ցորենի համար, թե ուրիշ ապրանքի համար էլ, բացի դրանից էլ իսկ իրանք կարող են այդ ճանապարհով ուրիշ ապրանք ուղարկել։ Մինչև այսօր դուք լսել եք, որ այդ հարցը պարզված է։ Չէ, այսինքն Հայաստանը դե ինչ կապ ուներ որ։ Ինչի Հայաստանը պետք է բանակցեր ճանապարհը հակառակ ուղղությամբ բան ուղարկել։ Ոչ, Ալիևն ասել է այս ապրանքը թողում եմ, կոնկրետ ապրանք։ Դրա համար մարդիկ անհանգիստ են, այդ ինչ հաշիվ է։ Հետո մտածում են, Ղազախստանում 4 տեսակի ցորեն է գալի։ Բնակլիմայական պայմանները վատ էր։ Այդ ցորենը Ղազախստանը ոչ մեկի վրա վաճառել չէր կարող։ Ում վրա պետք է վաճառեր։ Կենտրոնական Ասիայի որևէ երկրին կարող էր վաճառել, ոչ, Ռուսաստանի կարտահանողը, ում էր վաճառելու Ղազախստանը այդ ցորենը։ Եվ մեկ էլ Ալիևը այդ խոսում ասում է կարաս ճանապարհը բացես, Հայաստանի վրա ծախեմ, էլ ուրիշ մարդ առնողը չէ։ Ալիևն է մտածում է, բա ես բացեմ Ռուսաստանից է Հայաստանը ստանում։ Բաչին եղան, Ռուսաստանը։ Ռուսաստանին ասում է դեմ չես։ Ասում է մի րոպե, բա եթե ճանապարհը Ղազախստանի համար բացում ենք, բա մերը ինչի այդտեղով չի գալի, որ ես ինչ խաղեր եք տալի։ Կհամաձայնվեմ, եթե իմն էլ այդտեղով կա։ Եվ ռուսականն ավելի շուտ է հասնում, որտեղ ճանապարհը մոտ էր։ Հիմա մարդիկ հարց են տալի, իշխանությունն ես։ Ոնց կայացավ այդ գործարքը։ Դա որտեղ կոնկրետ ապրանքին էր վերաբերվում։ Ով Ալիևին ասում, Ալիևը շատ գիտեր, որ Հայաստանի գործարարը Ղազախստանից կամ Ռուսաստանից ցորեն ա բերում, որ ասել է այս գնացքը ես բաց կթողեմ։ Որտեղից Ալիևին այդ ինֆորմացիան, եթե նրան չեն ասել Ղազախստանից կամ Ռուսաստանից։ Հայաստանից չէին կարող ասել, ով պետք է ասեր։ Փաշինյանը ինքը բամուլից է իմացել։ Ըստ իր ասելու։ Բայց չեք ուզում մարդիկ հասկանան, իսկ ցորենը, իսկ ալուրը դա վերաբերում է հասարակության բոլոր շերտերին, բոլորն էլ հաց ուտում են։ Մարդիկ ուզում են հասկանան, այս ինչ պատմություն է։ Ալիևը եթե որոշում է ճանապարհը բացում է, մենք գրկաբաց ընդունում ենք, չենք անհանգստանում, իսկ որպեսի կասկածը փարատել, էկոնոմիկայի նախարարն էլ ասեց, գիտեք, այդ ցորենը Ռուսաստանից որ եկել է, մի անհանգստացեք, մենք արդեն կերել ենք, ես երեգել եմ այդ մասին խոսել։ Եկել է հացադառը, կերել ենք, ես ասում եմ, ամսի 6-ին եկած ցորենը, ամսի 16-ին ոնց հացդառավ դու կերար։ Դու այդ process-ը ընդհանրապես պատկերացնում ես։ Սննդի անվտանգության տեսչական մարմինը նախապես ասել էր, որ քանի որ դա ԵԱՏՄ-ի բեռ է, գալու է ԵԱՏՄ երկրից Ռուսաստան, ընդունողը Հայաստանն է, կամ ԵԱՏՄ երկրից Ղազախստան, ընդունողը Հայաստանն է, անկախ նայած որ ասում է ուրիշ երկրով տրանզիտ։ Այդ ապրանքը մենք սահմանին չենք ստուգում։ Այդ ապրանքը ստուգում ենք կոնկրետ վայրում, որտեղ դատարկված է։ Կգնանք այնտեղ, որտեղ կդատարկվի, նմուշառությամբ մենք կպարզենք ինչ է։
Իսկ սննդի անվտանգության տեսչական մարմինը վերցրել է նմուշը գիշերվա կեսին համարենք նույնիսկ ամսի 6-ին եւ պատասխանը տվեց, որ արդեն հասցրեց էկոնոմիկայի նախարարը այդ ցորենից պատրաստված սնունդը ուտի եւ հիմա նայենք թե սննդի անվտանգության տեսչական մարմինն ինչ է ասում. Եթե ուզում եք մարդկանց խաբել, գոնե գրագետ խաբեիք, ասեք Ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, Ադրբեջանով կանցնի, Անտարկտիդայից կգա, թե որտեղից կգա, կապ չունի, որտեղից էլ գա, մենք այդ բոլոր ուսումնասիրությունները կատարում ենք, մեր լաբորատորիաները բավարար հնարավորություն ունեն ամեն ինչ պարզելու, եւ մի անհանգստացեք, մինչեւ չպարզեն դա հաց չի դառնա, այլ ոչ թե ասեն ես կել եմ չեմ մեռել, ուրեմն ամեն ինչ նորմալ է, հենց այդտեղ սկսում են ձեր վրա կասկածել, թե այդ ինչ խաղեր եք խաղում։ Հիմա ինչ է ասում սննդի անվտանգության ծառայությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության շրջանակներում իրականացել է Ռուսաստանից եւ Ղազախստանից ներկրված ցորենի խմբաքանակների լաբորատոր փորձարկումներ։ Արդյունքներն ենք ասում։ Բուսասանիտարական փորձարկումների ընթացքում իրականացված միջհատաբանական, բուսաախտաբանական եւ մոլախոտաբանական հետազոտությունների արդյունքում կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտնաբերվել։ Երկրորդը, անվտանգության ցուցանիշների փորձարկումների շրջանակում հետազոտվել են թունավոր տարրերը, ծանր մետաղները, պեստիցիդները, միկրոտոքսինները եւ ռադիոակտիվությունը։ Արդյունքում սահմանային թույլատրելի խտությունից սեղումներ չեն եղել։ Հիմա երրորդ կետը, որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքում են։ Արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես։ Այսինքն սննդի անվտանգության տեսչական մարմինը ամսի 13-ին հայտնում է, որ դեռ ստուգումները ընթացքում են, 11-ին էկոնոմիկայի նախարարը ոնց է այդ հացը կերել։ Բայց ենք ասում Ժողովուրդ ջան, դուք ասում եք մի բան, որ ամբողջ երկիրը ուտում է հաց եւ անվտանգության հետ կապված խնդիր ունի, որովհետեւ հացը չեն տանում ջերմամշակում, որ ուտում։ Եթե նույնիսկ տոստերով մի քիչ տաքացնես, դա ջերմամշակում չի, որի արդյունքում դու չես կարա հարցը լուծես, եթե դա անորակ լինի, եթե դա որևէ վտանգ ներկայացնես, այսինքն դու պետք է արդեն տուն տանես անվտանգ։ Դրա համար մարդիկ անհանգստանում են։ Հիմա մարդը հարց է տալիս, ասում է հարգելի նախարար, այսինչ հաշիվ էր, որ 4 տեսակի եկավ, ու դուք չգիտեիք դրա մասին։ Դուք ասեիք, որ 4-ը գնում անասնակեր, մենք ձեն չէինք անի, պրոբլեմ չկա։ Բայց ոնց եղավ, որ Ղազախստանի ասելով բացվեց, հետո էլ Ղազախստանից էլի է գալու։ Երբ որ մենք իմացել ենք, որ Ղազախստանից չէր կարող գալ, եթե Ադրբեջանը չհամաձայնվեր։ Իսկ Ադրբեջանը ով Ադրբեջանին համոզեց, որ նա ճանապարհը բացի, որ այդ ապրանքը գա Հայաստան։ Չեք ուզում մարդիկ անհանգստանան։ Բա հազարով մի բանակցություն եք վարում, փակ սենյակներում։ Գալիս ասում եք մենք լավ բանակցել ենք, մարդիկ տեղյակ չեն, որտեվ փակ բանակցություն է։ Իսկ ձեր դիմաց նստում են մարդիկ, որ ձեզանից ավելի խելացի են։ Նրանք լսում են խելացի մարդկանց կարծիքը իրանց երկրներում։ Նրանք լսում են իրանց ուղեղային կենտրոններին, հատուկ ծառայություններին, գալիս են նստում են ձեր դիմաց ու տեսնում են, որ դուք ուղեղից բոբիկ եք։ Բայց ենք ասում, այն որ ժողովուրդը ինքը իր աչքով տեսնելու հնարավորություն ունի, տեսնում ա դուք ինչ եք անում, ոնց ձեզ հավատանք փակ հանդիպումների բանակցության առումով, եթե դուք ձեզանից շատ ավելի գերազանցող մարդկանց հետ եք բանակցում, բա մտավախությունը սա է։ Ու նորից մի հատ էլ անցնենք, ես ինչի եմ ասում ամսի 6-ից 11-ը, այդ ցորենը գնաց մտավ ալրաղաց, նա պետք է մի քանի փուլով մշակվի, երեք հերթով ասեցի, սկսած մետաղներ կլինի, մյուսը կլինի մաղով անցկացնել կլինի, որ այնտեղ մոլախոտ չգիտես ինչ էլի, որ դրանք հավաքվի, վերջացրած նա, որ կարող է օդը տան, որպեսի դուրս գա դրա վրայից բավական նյութեր, որոնք որ թեթև են ինքը բարձանա եւ հավաքի, հետո մի հատ էլ լվան, որ կեղտը վրայից անեն, հետո մի հատ էլ չորացնեն։ Այդ ամբողջ փուլը ժամանակ է պահանջում, որից հետո դա կդառնա ալուր։ Ալուրը պետք է հանգստանա, որ հաց թխեն։ Հարգելի էկոնոմիկայի նախարար, բա մի գրագետ տառաճանաչ մարդ չկար, որ զանգեիր ասեիր, ուզում եմ ժողովրդին խափեմ։ Հիմա մի հատ նորմալ գրագետ սուտ ասա, մարդկանց խափեմ, ինչի՞ եք անգրագետ բաներ ասում։
որ ստիպված եք ամեն օր այդ թեմայից խոսել, որ մարդկանց մոտ ամեն օր հարց մնա, որ դուք ինչու եք խաբում։ Իսկ եթե դու գիտես, որ սննդի անվտանգության տեսչություն այդ ստուգումներն անելու է, արդյունքում մինչև արդյունք չունենանք, այդ ապրանքը չեն օգտագործի, ինչի է դուք ես կոտորում ասում մարդեն կերել ենք։ Հիմա եթե մեկը գա քեզ հետ միասին գնա այդ շղթան անցնի լաբորատորիայից սկսած, կպարզի, որ այդ ցորենն արդեն ալուրադառ է, հասադառելու կերել եք։ Բայց դրա համար չեն հավատում ձեզ։ Ոչ թե մտածում են, թե ինչ է 4-րդ տեսակ կամ ինչ է 2-րդ։ Ասում են ինչի դու տեղյակ չեք, որ ինչ է 4-րդ եւ ինչ է 4-րդը Ղազախստանից եկել, երբ որ ընդհանրապես Ղազախստանից չէր կարող գալ։ Այդ ճանապարհը անհնարին էր, որ Ղազախստանը մեզ ապրանք տար։ Վրեն էր մնացել մեզ էր տալ, ինչու ենք մենք դա երջանկացած առնում։ Եթե մասնավորն ապրում, ինչի է Փաշինյանը գլուխը գովում, ասում է, այս ամեն ինչը մենք ենք արել։ Մեր հետ են բանակցում ցորենի հետ կապված, Ռուսաստանից էլ չենք կտրվի։ Բա Ռուսաստանի գրպանից ուզում էիր դուրս գայիր զոհերի գնով։ Ռուսաստանի գրպանից դուրս եկողը կանգնում ազգային ժողովի ամբիոնից ասում է, Ռուսաստանի ցորենից չենք հրաժարվելու։ Եթե մասնավորն առնի, ինչի՞ չէ սրա, ստիպելու ես մասնավորն Ռուսաստանի ցորենից չհրաժարվի, այս ձևի, այս ֆորպոստի կարգավիճակից դուրս գալի։ Բայց դրա համար մարդիկ մինչև վերջ չեն հավատում ձեզ, չէ՞։ Հո հարցը դա չի, թե դուք հիմա ոնց կարդարանաք, ամեն օր նույն թեմայից խոսում եք, ինչքան խոսում եք, այնքան ավելի շատ եք ձեր վիճակը վատացնում։ Դրա համար չեն հավատում։ Բա ավելի լուրջ, ավելի գլոբալ հարցերում ոնց հավատան։ Եթե էլի հարց կմնա մարդկանց մոտ կասկած կմնա, ստիպված կլեմ էլի անդրադառնալ, բայց կարծում եմ բավական սպառիչ ես այդ ձեր հարցերին պատասխանեցի, թե ինչու՞ է հասարակության մտահոգությունը այս հարցում։ Որտեղ բարձր պաշտոնյան, որը դրա պատասխանատու է, բացարձակ անպատասխանատու անձնավորություն է եւ փորձում է մարդկանց խաբել։ Մի բանի մասին, որ հազարատ մասնագետ կա երկրում եւ հրաշալի այդ ամեն ինչից գիտեն։ Հասկացանք ռիսկ չեն անում բարձրաձայնեն, խնդրեմ չստեղծեն իշխանության հետ։ Ստիպված ես եմ ամեն անգամ խոսում։ Բայց այդ մասնագետները կան, չէ՞, լսում են, չէ՞, ասում են, այս նախարարն ինչ է ասում։ Սա ընդհանրապես տեղյակ է, ինչից է խոսում։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարում աշխարհում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո Միացյալ Նահանգները գործնականում սպառել է հակառուսական նոր սահմանափակումներ սահմանելու իր հնարավորությունները։ Վաշինգտոնն արդեն սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի խոշոր նավթային ընկերությունների նկատմամբ։ Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ պետք է անել, հավելել է պետքարտուղարը, նշելով, որ կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի նախաձեռնողական միջոցներ ձեռնարկի, այսպես կոչված ստվերային նավատորմի դեմ։ Իհարկե ստվերային նավատորմի դեմ Ամերիկան է պետք է անի, Եվրոպան է պետք է անի, դա շատ կարևոր է։ Բայց այն, որ Մարկո Ռուբիոն գտնում է այլ նոր անելիք չունեն, իրանք լավ էլ այն ինչ որ անում են, բավական լուրջ ազդեցություն ունենում է Ռուսաստանի վրա։ Եթե իրանք Չինաստանին փորձեցին ճնշել, լավ չստացվեց, բայց համոզեցին, Չինաստանն էլ չցանկացավ հարաբերություն փչացնի, աստիճանաբար հրաժարվում է ռուսական նավթից։ Նույնը Հնդկաստանը, նորից նույն ձևով սանկցիաներ, հետո բարիշել, նորից այդ նույնը դիմադրում է Թուրքիան, բայց ի վերջո Թուրքիան էլ ստիպված է լինելու պակասացնել Ռուսաստանից ստացվող նավթը, բայց դա սանկցիաներ չեն։ Այդ սանկցիաները ժամանակի ընթացքում շատ լուրջ ազդեցություն են ունենալու։ Եթե Ուկրաինայի զենքը տրվում է ժամանակին, իսկ հիմա շատ դաունը արդեն դուրս եկավ, արդեն հանգիստ կարող են այդ զենքը տալ, որը խոստացել են, գումարն էլ մանավանդ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տալիս են։ Իսկ դա ժամանակի ընթացքում շատ լուրջ ազդեցություն ունենում Ռուսաստանի տնտեսության վրա, մանավանդ որ դրսից սանկցիաներ կիրառում է Ամերիկան, ներսից հարվածներ հասցնում է Ուկրաինան նավթավերամշակման գործարաններին, այնպես որ նույնիսկ այսքանը քիչ չի, ինչ որ անում է Միացյալ Նահանգները։ Իսկ ինչ վերաբերվում է այդ ստվերային նավատորմին, Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին է ասել։ Նշում է նաև, որ պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի կիբեր ենթակառուցվածքների եւ գազի արդյունաբերության հետ կապված իրավաբանական անձանց, ինչպես նաև 100 նավերի, որոնք ըստ Կանադայի ԱԳՆ-ի պատկանում են ՌԴ, այսպես կոչված ստվերային նավատորմին։ Ինչպես տեսնում եք, Կանադան այդ հարցի հետ կապված նորմալ էլ արձագանքում է։ Այնպես չի, որ սա միակ պատժամիջոցն է, 2022 թվականից Կանադան պարբերաբար պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ կիրառել է, բայց սա կոնկրետ նպատակային, ինչպես տեսնում եք, այդ քայլերն անում է նաև Կանադան։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի ինչ է ասում. Ուկրաինան ի վիճակի է շարունակել պատերազմը ևս 3 տարի, իսկ նման գաղութային պատերազմները սովորաբար տևում են մոտ 10 տարի։ Ես չեմ կարծում, որ Պուտինը կարող է դիմանալ դրան ևս 3 տարի։ Մենք կարծում ենք, որ եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայի հարցում, հաջորդը կլինենք մենք։ Այդպես եղել է նաև նախկինում, ահա թե ինչու 20 տարի համախառն ներքին արդյունքի 2% ծախսել ենք պաշտպանության վրա և հիմա արդեն 4.7%, իսկ Տրամպը նաև առաջարկում է ինչ-որտեղ նաև պահանջում, որ դա հասնի 5%-ի։ Նշել է Սիկորսկին, նախարարը շեշտել է, որ խոտ կուտեն, բայց Ռուսաստանի գաղութ չեն դառնա։ Այսպես են խոսում Ռուսաստանի մասին, խոտ կուտեն, Ռուսաստանի գաղութ չեն դառնա։ Իսկ մեր մոտ կան մարդիկ ասում են խոտ կուտենք, որպեսզի Ռուսաստանի գաղութ մնանք։ Տարբերությունը դուք հիմա նայեք։ Ինչու ենք ասում, որ լինենք Եվրամիության անդամ, որպեսզի մեր անկախությունը թանկ գնահատենք։ Այլ ոչ թե խոսենք Ռուսաստանի գրպանում 5 տարի հեղափոխական իշխանության մնալու մասին։ Եվ դուրս գալու պայմանները ինչ գնով ենք դուրս եկել, շարունակելով մնալ գրպանում։ Ռուսաստանի նախագահի մամլոք հարտուղար Դմիտրի Պեսկով. Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփը թերևս պատրաստ է նպաստել ուկրաինական հարցի դիվանագիտական և քաղաքական լուծմանը։ Այսինքն դեռ իրանք հույս ունեն, որ կկարողանան Տրամփին համոզեն, որ Տրամփը այսպես թե այնպես տատանվում է, այդքան կտրուկ չի կանգնում ու ասում դե հիմա կտեսնեք, քայլեր իհարկե անում է Ռուսաստանի դեմ, բայց այն ներքին թաքնված սերը դեռ չի մարել։ Այդ հիմա մենք տեսնում ենք, որ դա դեռ մարած չի, բայց հուսանք, որ դա էլ կմարի ժամանակի ընթացքում։ Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր միջուկային զենքի փորձարկումը, եթե այն իրականացվի կխախտի միջուկային փորձարկումների արգելքի երկար տարիների ռեժիմը։ Մի կողմից միջուկային զենքը լավ բան է խաղաղությունն ապահովելու համար, փոխադարձ զսպան առումով, բայց մյուս կողմից դրա մասին խոսելն անգամ վտանգավոր է։ Այդտենց խառնվել եք իրար, բա 3 տարիա շանտաժ էիք անում աշխարհին, տեսեք ինչ ենք անելու։ Մի հատ Տրամփը ընդամենն ասեց, դե հիմա տեսնեք մենք ինչ ենք անել։ Դեռ չի արել է, մենակ ասել է, արդեն պատածակ եք մանգալի, որ մտնեք։ Եթե դա դիտարկենք որպես այն բանի հաստատում, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս միջուկային փորձարկումների արգելքից, ապա դա կնպաստի այդ մտադրությունները։ Միջուկային զենքի փորձարկումը կնշանակի, որ կխախտվի բավական երկարատև ժամանակաշրջանը, երբ գործում էր միջուկային փորձարկումների համապարփակ արգելքը, ասել է Պեսկովը։ Մեզ համար ամենակարևորը մեր անվտանգությունն է եւ այլ եւ այլ։ Բա դուք չէիք ճոռոմ խոսում, ասում եք, տեսեք, էսա մոլորակը վերացնում ենք, միջուկային զենք ենք օգտագործում, բայց ժամանակ, որ դուք ուզում եք օգտագործեք, այդ հավասարակշռությունը չէր խախտվելու։ Թե մենակ ձեզ է իրավունք տված նախահարձակալնել, Ուկրաինայի վրա հարձակվել։ Հետո է զարմանալ, թե Ուկրաինային ինչի են օգնում։ Հիմա մի հատ կարճ ուղղակի Ադրբեջանի նախագահ Ամերիկայից պատվիրակության հետ ինչ էր ասում, Դոնալդ Տրամփի հաղթանակից հետո Բաքվի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Իհարկե Ալիևը առաջի դեպքը չի, որ Դոնալդ Տրամփին տենց ժեստեր է անում գովերքում, որ նախկին ադմինիստրացիայի ժամանակ ամեն ինչ վատ էր եւ այլ եւ ամեն ինչ կառուցում է Դոնալդ Տրամփին հաճոյանալու վրա, ամեն ինչ կառուցում է Դոնալդ Տրամփի հետ հարցերը կարգավորելու։ Մենք իհարկե այդ պահը բաց ենք թողել, որ Դոնալդ Տրամփի հետ հարցերը կարգավորենք, մեր հարցերի կարգավորումը միջնորդավորված է։ Ադրբեջանի շահերը սպասարկելու համար, Թուրքիայի շահերը սպասարկելու համար, Թուրքիան ուղիղ բանակցի, Ադրբեջանը ուզենա այդ ամեն ինչը անի, գիտենք, որ դա այդպես է, բայց նույնիսկ այդ պարագայում արդեն քանի որ այդ պահը բացաթողած մենք ինչ էլ անենք Դոնալդ Տրամփի հետ այն մակարդակի հարաբերություն չենք ունենա, ոնց որ Ադրբեջանը ունի, բայց այնպես չի, որ Դոնալդ Տրամփի պաշտոնավարումը երկար է տևելու, կամ էլ այնպես չի, որ եկող տարվա ընտրությունների հետ կապված կարող է իրավիճակ չփոխվի։ Գոնե համենայն դեպս Միացյալ Նահանգներին են, ինչ որ Միացյալ Նահանգներին է վերաբերվում, ոչ թե կոնկրետ ադմինիստրացիային, բավական հեռանկարային քայլերի հետ կապված հարցեր պետք է արվի, որ հանկարծ մենք այսօր չտուժենք, որովհետև Տրամփի հետ կապված չունենք այդ մակարդակի շփումներ, այդ հետը նկարվել զրուցանել եւ այլ, այդ հասկացանք խաղաղության հետ կապված ինչներ հետաքրքրում Տրամփին, բայց այնպես չլինի, որ հաջորդ եկողի համար էլ մենք պատրաստ չլինենք
այն ինչ որ հայ-ամերիկյան հարաբերություններն են, այն մակարդակի կառուցենք, որ հաջորդը գա եւ մեզ տեսնի նորմալ գործընկեր, անկախ նայած դա կլինի հանրապետական կուսակցությունից թե դեմոկրատական։ Գոնե այդ պահաբաց չթողենք։ Մեջյոթյակնի նախարարների երկօրյա հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ ասում է, որ նրանք մեծացնում են Ռուսաստանի համար տնտեսական ծախսերը եւ քննարկում են Մոսկվայի ռազմական գործողությունները ֆինանսավորների դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ Կանադան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին, այդ թվում անօդաչու թռչող սարքերի մշակման եւ տեղակայման հետ կապված անձանց նկատմամբ։ Մինչդեռ Մեծ Բրիտանիան մեկ օր առաջ խոստացել է ֆինանսավորում տրամադրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ նոր նախաձեռնությունների մասին անմիջապես հայտարարություններ չի արել, սակայն սոցիալական ցանցերում հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու եւ արյունալի հակամարտությանը վերջ դնելու ուղիները։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեծյոթնակի վերաբերմունքն էլ նաեւ Ուկրաինայի հետ կապված, որ այդ պատերազմը անկախ նրանից մի քանի կիլոմետր կյանքի գնով ռուսները առաջ կգան, թե ինչ կանեն, այդ պատերազմի հետ կապված Ռուսաստանը որևէ ձևով հաղթելու որևէ շանս չպետք է ունենա, իմ կարծիքով չունի, ինքը այդ պատերազմի չպետք է մտնելն անգամ սխալ էր ու պարտություն էր։ Կյանքը ցույց կտա, թե ի վերջո արդյունքում ինչի առաջ ինքը կկանգնի կամ ինչի առաջ կանգնացրեց իր երկիրը։ Այնպես որ շարունակությունը մենք կտեսնենք։ ԱՄՆ գանձապետարանը հայտնել է, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանից եւ այլ երկրներից 32 անձանց եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք Վաշինգտոնի կարծիքով կապված են Իրանի հրթիռային ծրագրերի մշակման եւ անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ։ Փաստաթղթում նշվում է, որ այդ անհատներն ու կազմակերպությունները կապված են Իրանում բալիստիկ հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը սատարող բազմաթիվ գնումների ցանցերի հետ։ Այսինքն սա նաեւ ինչի մասին է խոսում։ Ամերիկան հետևողական Իրանի հետ քայլեր է անում։ Սպասում են, որ կարող է ցանկացած պահի հարված հասցնի։ Այդ ամեն ինչը մեզ պետք է այո մտահոգի, որտեղ Իրանը մեր հարավային հարևանն է եւ գիտեք ինչպես էինք մենք վերաբերվում Իրանին, մի քիչ ավելի շատ, քան պետք էր, որի պատճառով մենք փաստի առաջ որ հանկարծ չկանգնենք, եթե ԱՄՆ Իրան լինի առճակատում, իսկ Իսրայելին թե ինչպես է Դոնալդ Թրամփը պաշտպանում, բոլորս տեսնում ենք։ Իսկ որ Իսրայելը համագործակցում Ադրբեջանի հետ, մենք դա էլ գիտենք։ Այսինքն իսկ ինչ ենք անում մենք, բացի ներպետական զվրտոցները, ինչ ենք անում մենք, որպեսզի համապատասխան իրավիճակում դրա դեմը կարողանանք առնենք։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով Մոսկվայի տեսլականը համակնում է Սերբիայի նախագահ Վուչիչի կարծիքի հետ։ Դե երեք Վուչիչն ասել էր Ալեքսանդր Վուչիչը Սերբիայի նախագահը, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմի։ Իսկ դա մենք պետք է մտածենք, բա որ Եվրոպան պատերազմի պատրաստվում է։ Մենք այդ ինչ բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում բոլորի հետ լավ լինելու։ Հիմա Պեսկովը ընդունում է, որ Վուչիչի կարծիքը ճիշտ է։ Իսկապես նկատվում է ուժեղ ռազմամետ տրամադրություններ Ռուսաստանի դեմ։ Պեսկովը նշել է մի շարք երկրներում ռազմական բյուջեների ավելացումը, սակայն նրա կարծիքով այս մոտեցումն ավելի մեծ վնաս կհասցնի Եվրամիությանը։ Դա հանգեցնում է տնտեսական գերծառնաբեռնվածության եւ միջնաժամկետ հեռանկարում ավելի ծանր հետևանքներ կունենա, վստահեցել է Պեսկովը։ Ավելի միամիտ բան դժվար է պատկերացնել։ Այսինքն Եվրոպան ռազմական ծախսերի պատճառով խնդիրներ ունենալ Ռուսաստանը, չէ՞։ Ռուսաստանը, որ ռազմական ծախսեր է անում, դրանից իր հարակից ճյուղերը չեն զարգանում, որտեղ ինքը հյուծվում է դրանով իր տնտեսությունը։ Եվրոպան հնարավորություն է ստանում աշխուժացնել այն մյուս ճյուղերը, որովհետև ինքը այլևս այդ օժանդակ բոլոր ճյուղերի հետ կապված էլ չեմ խոսում, որ ռազմական ծախսերի ավելացնելը վճարունակ պահանջարկն է երկրում ավելացնում, որը հնարավորություն է տալի լայսպառման ապրանքների գնումների հետ կապված, որոշակի աշխուժացում է բերում տնտեսությանը։ Եթե դու բավարար ուժ ունես ու մարզվում ես ու ժեղանում ես, եթե բավարար ուժ չունես, մարզվում ես, հյուծվում ես, Ռուսաստանը հիմա ռազմական ծախսերով հյուծվում է, արևմուտքը դրանից ուժեղանում է։ Այդ տարբերությունը ես Պեսկովը չի հասկանում, ասում է Եվրոպան զինվում է, հյուծվում է, բա դուք ինչ եք ելնում, բա մենք էլ ենք, չէ՞ տեսնում։ Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան միշտ հասկանում է, որ նման վտանգ գոյություն ունի, ուստի նախապես ձեռնարկել են բոլոր միջոցները։ Այդ էլ մտամ թե իրանք պատասխան քայլերն անում են արևմուտքի։
ԱՄՆ պատմության ամենաերկար շատդաունն ավարտվեց, Թրամփը ստորագրեց կոնգրեսի կողմից հաստատված ժամանակավոր բյուջեն, ԱՄՆ կառավարության աշխատանքը դադարեցված է հոկտեմբերի 1-ից, հազարավոր աշխատակիցներ անվարձահատույց արձակուրդում են, ակնկալում է, որ նրանք այսօրվանից կվերադառնան աշխատանքի։ Ի վերջո դա շատ ծանր վիճակ է առաջացնում տնտեսության մեջ, պատկերացնեք մարդիկ աշխատավարձ չեն ստանում, ահագին խնդիրներ կար, անգամ ներքին չվերթների հետ կապված խնդիր կար, այնպես որ սրանք հարցեր են, որ ի վերջո պետքա կարողանան վերջնականապես լուծում գտնել, որ sense փաստերի առաջ չկանգնեն։ Կապ չունի, որ Տրամփի պարագայում սա երկրորդ դեպքն է, առաջի պաշտոնավարման ժամանակ այլ եղել, սա ուղղակի լուծում պետք է գտնվի, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ուղղակի պատիվ չի բերում օրենքը այնպիսի վիճակի լինի, որ եթե այդ օրենքը ընդունեն, երկիրը մի քանի օրով փակես։ Դե չի կարելի, էլի, դա լուծումը պետք է այլ լինի ամեն դեպքում։ Բայց բարեբախտաբար արդեն այդ վիճակից դուրս եկան, իսկ դա նշանակում է, որ ձեռնովոտերը ազատ են։ Նաև Ուկրաինային ֆինանսավորելու հարցում է շատդաունը օգնելու է, ֆինանսավորելու չէ, ռազմական աջակցության։ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կիևը պաշտոնապես դադարեցրել է Մոսկվայի հետ խաղաղության բանակցությունները։ Տեսնում եք անիմաստ է, ինչ ենք շարունակում։ Այդ դրանից արդեն խառնված այն Ռուսաստանը, որն ասում է մենք մեր նպատակներին պետք է հասնենք, այլապես ինչ իմաստ ունի բանակցել, հիմա ուզում անենցանի Տրամփի աչքից Ուկրաինային գցի։ Տես մենք խաղաղություն ուզում ենք, Ուկրաինան չի ուզում։ Դու ուզում էիր։ Բա ուզում էիր հայտարարի այդ խաղաղության մասին։ Հիմա արդեն արտգործնախարարի մամուլի քարտուղար Դմիտրի նախագահի Պեսկովը ինչ է ասում։ Բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունները գնահատել է որպես Կիևի կողմից երկխոսությունից հրաժարում։ Այս հայտարարությունները փաստացի արտացոլում են իրավիճակը, երբ ուկրաինական կողմը որևէ կերպ չէր ցանկանում շարունակել շփումները կամ խոսակցությունը։ Դա տխուր է, հայտարարել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ Կիևի դիրքերը շարունակաբար վատթարանում են։ Ուկրաինան ի վերջո ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին, բայց արդեն շատ ավելի անբարենպաստ դիրքից։ Բա որ դուք առաջ եք գալ, Ուկրաինայի վիճակը վատթարանում է, դուք էլ ուզում եք ամբողջ Ուկրաինան գրավեք։ Բա ասուց կրակեք, ուզում են չեք բողոքում, որ իրանք չեն ուզում ձեր հետ բանակցեն։ Վայ, այս ինչ ուրախություն էր։ Անընդհատ առաջ կգնանք Ուկրաինան կվերցնենք, կմեղադրենք Ուկրաինային, որ իրանք բանակցությունից հրաժարվեցին, բայց այլեն չեք լացուկոս դրել։ Որտեղ չեք կարող խաբեք, մի քանի կիլոմետր առաջ եք գալի մի բնակավար վերցնում, ուզում եք Տրամփին ասեք, տեսեք առաջ եմ գալի, չի խաբվում այդ մարդը արդեն։ Մի անգամ խաբվել է ու շատ վիրավորվել է, որ իրան կարողացել եք խաբել։ Հիմա այլևս չի խաբվում։ Սիրում է Պուտինին, բայց էլ չի խաբվում։ Հիմա նաև Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա բրիտանական եւ ուկրաինական լրատվամիջոցներում Կիևի կողմից Ռուսաստանի հետ բանակցությունների դադարեցման մասին հաղորդագրությունները փաստում են խաղաղության նկատմամբ հավատարմության բացակայության մասին։ Սա խոստովանություն է, որ Զելենսկու ռեժիմը մտադրություն չուներ ցուցադրել խաղաղության նկատմամբ որևէ անկեղծ դրսևորում։ Բայց այդ դեպքը բա մտածում եք, որ արդեն պարտվել են, դուք էլ գրավել եք, առաջ եք գնում, արդեն խեղդել եք, բայց մենք բողոքում եք, որ Զելենսկին չի ցանկանում խաղաղություն։ Բա մի հատ իրար կողք դրեք, այդ ամեն ինչը լսեք։ Իսկ այս ամեն ինչը ամիսներ հետո Հայաստանում ընտրություններ է, իսկ Ռուսաստանի հետ կապված ամիսներ հետո իրավիճակը ինչ է ալնելու։ Մեր այսօր մեր քաղաքական դաշտում երկու կողմը ռուսական շահ են սպասարկում։ Այս վիճակով ենք գնում ընտրության։ Հայաստանի ապագան այս վիճակով ենք որոշում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Եվրոպական հանձնաժողովը մոտ 6 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային մեծյոտնյակի վարկային գծի շրջանակներում, որը ապահովված է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով։ Սա ավելի լայն փաթեթի մի մասն է, որը Կիևը, ինչպես սպասվում է, կստանա մինչև տարեվերջ։ Լիտվայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը չի լինի աջակցությունը դադարեցնելու պատճառ։ Նիդերլանդների ֆինանսների նախարարը հավելել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է մնա Կիևի համար մշտական առաջնահերթություն։ Այո, կոռուպցիոն սկանդալ էր բացահայտվել Ուկրաինայում, բայց Վոլոդիմիր Զելենսկին եւ բոլորից շատ է շահագրգռված, որ դրա արմատախիլ անի եւ մարդիկ հասկանան, որ ինքը դրա հետ որևէ առնչություն չուներ, եթե անգամ նման բան տեղի ունեցել, անգամ եթե այդ մարդիկ ինչ որ ձևով իր մտերիմներին են եղել գործի բերումով աշխատել եւ այլ, միևնույն պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան, որ աշխարհից օգնություն է հայցում, մեկ էլ իր մոտ նման բան է ծագում, իհարկե դա շատ
ծանր հարված է, պետք է Զելենսկին այնպիսի քայլեր անի, որ համոզիչ լինի, ինչպես տեսնում եք, առիթը այնպես չի, որ առիթ ման գա մեծյոտնյակը եւ ասի, դե որ դու տենց կոռուպցիայի մեջ թաղված ես, մենք քեզ ինչի օգնենք։ Հասկանում են, որ դա կարող է ցանկացած պարագայում լինի եւ մեկ կամ երկու անբարեխիղճ մարդկանց պատճառով չի կարելի վտանգել պատերազմը եւ պատերազմի արդյունքը։ Բարեբախտաբար իրանք դա ճիշտ են ընկալել։ Մինչև տարեվերջ Եվրամիությունը խոստացել է Ուկրաինային տրամադրել մոտ 18 միլիարդ եվրո, որը կվերադարձվի սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից։ Մեծյոտնյակի 45 միլիարդ եվրո վարկի շրջանակներում։ Այնպես որ ինչպես տեսնում ենք, Եվրամիությունն էլ, մեծյոտնյակն էլ, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն էլ համառորեն, հետևողականորեն առաջ են գնում Ռուսաստանի դեմ, քայլերն անում են ու ասում են, թե Ռուսաստանը հաղթեց, մտնելու է ուրիշ տեղ, Ռուսաստանի դեմը պետք է առնել։ Սա նշանակում է, լա մենք պետք է կողմնորոշվենք Ռուսաստանի հետ, մենք ինչու ենք այտենց Ռուսաստանի գրպանում մնացել։ Բայց սա է հարցը։ Իսկ Թայլանդի եւ Կամբոջայի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1 մարդ, երկու երկրների միջև լարվածությունը կրկին աճել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի աջակցությամբ կնքված զինադադարի համաձայնության փլուզումից ընդամենը մի քանի օր անց, հետո հոկտեմբերին էր ինքը պայմանավորվել, նաեւ ասես, տեսեք, Նոբելյան մրցանակի համար նրանք էլ տեսեք խաղաղություն են բերել 8 ամսում 8 տեղ եւ այլ, մենք ինչի ենք սա ասում, առանձնապես խնդիր չի Թայլանդն ու Կամբոջան իրանց հարցերը լուծում կգտնեն, ասում ենք նրա համար, որ եթե հանկարծ այն ինչ որ Դոնալդ Տրամպի բարձր հովանու ներքո մի բան պայմանավորում են 100%-անոց հալազյուղի տեղ չընդունենք, էլի ինչքան էլ մեծ շատ դերակատարությունը կարևորում ենք Միացյալ Նահանգների ու նրա նախագահի, բայց իմանանք անգամ կարող է այսպիսի բաներ լինել։ Սիրիայի հետ կապված էլ մենք տեսանք հանցագործ էին համարում, հիմա Թրամփը նրա հետ հանդիպումը հպարտությամբ ասում է կոշտ տղա էր, բայց լավ բանակցեցի։ Թուրքիային ժեստեր անում Սիրիան գրավելու։ Այսինքն ամեն ինչ կարող է լինել, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացումների եւ չխաբվենք, որ ասենք Տրամփն է երաշխավորը, էլի չեք հավատում, Տրամփը Թայլանդին ու Կամբոջային էլ էր երաշխավորել։ Այդ դրա համար ինչ որտեղ իսկ մենք մի պետություն ունենք, ուզում ենք դողում ենք դրա վրա եւ մեր պետականությունը շատ թանկ է մեզ համար։ Դրա համար մենք պետք է գործենք առանց սխալվելու իրավունքի։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։